Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Ռուսական հացահատիկ տեղափոխող 7 վագոնից բաղկացած և ընդհանուր 488 տոննա քաշով բեռնատար գնացքը այսօր Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն են հայտնում։ Նախորդ նմանատիպ առաքումն իրականացվել էր փետրվարի 4-ին։ Այս ժամանակ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվեց 8 վագոնից բաղկացած շարժակազմ 560 տոննա ռուսական հացահատիկով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 35 տարվա ընթացքում առաջին անգամ 2025-ի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 1050 տոննա ռուսական ցորեն։ Ռուսական երկաթուղիները հայտնել են, որ կմշակվեն նաև այլ ապրանքների բեռնափոխադրումների նախագծեր։ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հորդորում է իսրայելցիներին խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց։ Խորհուրդը նաև նախազգուշացրել է մռնչացող առյուծ գործողության մեկնարկից ի վեր արտերկրում գտնվող իսրայելցիների ու հրեաների դեմ իրանական կողմի թիրախավորման ջանքերի ուժգնացման մասին։ Այս հայտարարությունը հաջորդում է ավելի վաղ հնչեցված նախազգուշացումներին, որոնցով իսրայելցիներին կոչ էր արվում խուսափել Արաբական Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս և Հորդանան մեկնելուց։ Հայաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, որոնց Հայաստան վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով և որոնք ստիպված նոր տոմսեր են ձեռք բերել, կառավարությունը կտրամադրի մինչև 250,000 դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։ Նշեմ, օրերս Հայաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարել էր, որ Աբու Դաբիում մնացածներին ավտոմեքենայով Հայաստանի կառավարության հաշվին հասցնում են Օման, բայց Օմանի օդանավակայանից Երևան թռիչքի համար նրանք պետք է վճարեն։ Ադրբեջանը Իրանի հետ սահմանին վերականգնել է բեռնափոխադրումները, որոնք դադարեցվել էին Նախիջևանում անօդաչուների ընկնելուց հետո։ Որոշումը կայացվել է նախագահներ Մասուդ Փեզեշքյանի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցից հետո։ Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը որևէ առնչություն չունի Նախիջևանում անօդաչուների հետ կապված միջադեպի հետ։ Ալիևն էլ հայտարարել է ենթադրյալ հարձակումը հետաքննելու անհրաժեշտության մասին։ Իրանը նոր հոգևոր գերագույն առաջնորդ ունի Մոջթաբա Խամենեին, որը այս պաշտոնում փոխարինելու է իր հորը, սպանված այաթոլլահ Ալի Խամենեին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արդեն իսկ հավատարմության երդում է տվել նոր գերագույն առաջնորդին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը գերագույն առաջնորդի պաշտոնում Մոջթաբա Խամենեիի նշանակումն անվանել է ազգային միասնության ամրապնդման, վարվել է ուղիղ մեկնաբանել այս քայլը, ասելով միայն կտեսնենք, թե ինչ կլինի։ Վերջում մի արտառոց դեպքի մասին մամուլը գրում է, որ մարտի 3-ին Արարատի մարզի Եղեգնավան գյուղի 37-ամյա բնակչուհին նույն օրը առավոտյան մտել է գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ շուրջ 10-ից 15 րոպե անհասցե հայհոյանքներ հնչեցրել, խաթարելով դպրոցի բնականոն աշխատանքը, այնուհետև մտել է դպրոցի տնօրեն Արարատի մարզի բնակիչ 49-ամյա կնոջ աշխատասենյակ, իր մոտ գտնվող պայուսակից հանել խոհանոցային դանակը և սպառնացել, որ կսպանի նրան։ Տնօրենը սպառնալիքներն իրական համարելով փախել է աշխատասենյակից։ Դրանից հետո կինը դպրոցից դուրս է եկել և նկատելով բակում կայանված BMW մակնիշի ավտոմեքենան, որը շահագործում էր տնօրենը, նույն դանակով քերծել է, պատճառելով գույքային վնաս։ Վերջինս ձերբակալվել է։ Այսքան այժմին կհանդիպենք լուրերի մեր հաջորդ թողարկմանը։